Դավիթի դեպքը շատ յուրահատուկ է։ Այս դեպքում Դավիթի որպես դպրոցականի մի քանի իրավունքներ է խախտվում։ Նախ նշենք, որ նման դեպքում, նույնիսկ նման մեղադրանքի պարագայում, կալանքը դա իրավաչափ չէ, հա, նման դեպքում կալանք կիրառելը։ Երկրորդ, կալանքը նաև համատեղելի չէ այն առողջական խնդիրների հետ, որը Դավիթը ունի եւ այս պահին արձանագրված է։ Եվ երրորդ, չմոռանանք, որ Դավիթը նաև դպրոցական է եւ կալանքը համատեղելի չէ նրա կրթություն ստանալու իրավունքի հետ, այսինքն մի քանի իրավունքների խախտման հետ գործ ունենք։ Եվ աննախադեպ է նման դեպքում դպրոցականի հանդեպ կալանք կիրառելը, հա, նույնիսկ ծանր հանցագործությունների դեպքում, երբ որ առաջին անգամն է լինում, մենք տեսնում ենք, որ ավելի մեղմ է, հա, դպրոցականների նկատմամբ կիրառվող պատժի միջոցները։ Այս դեպքում դեռ չկա ապացուցված մեղք եւ գուցե երբևէ չի էլ ապացուցվելու հանցանք, բայց այս պահին չկա տուժող, բայց այս պահին տեսնում ենք, որ ամենախիստ խափանման միջոցն է կիրառվել։ Ես սա կարծում եմ, որ հենց այնպես չի արվել, սա երիտասարդներին ճնշելու, իրենց ձայնը չբարձրացնելու, վախենալու, իրենց ապագայի համար վախենալու սպառնալիք է, հա, որն օգտագործում են երիտասարդներին լռեցնելու համար։ Ես հուսով եմ, որ այն ամենից հետո ինչ անում են նրա դասընկերները, ընկերները, երիտասարդները ել ավելի կբարձրացնեն իրենց ձայնը եւ կպահանջեն արդարություն Դավիթի համար։ Եվ գուցե այս հանրային ճնշման տակ իշխանությունները եւ գլխավոր դատախազը եւ արդարադատության համակարգը հասկանա, որ սխալ որոշում է կայացրել եւ գոնե մեկ քայլ հետ անի եւ իրավական առումով եւ մարդասիրական առումով այսպես շարունակվել չի կարող։ Իսկ հասարակական կազմակերպությունները ինչ ազդեցության, ինչ լծակներ ունեն, հա, որպես հասարակական կազմակերպությունները նման դեպքերում կարող են իրենց ձայնը բարձրացնել, բողոքի կոչ անել, միջազգային կազմակերպություններին ներկայացնել իրավիճակը, որը արվում է, որպեսզի տեսնեն, որ հա ինչ է կատարվում, ինչ որ քաղաքական դրդապատճառով դպրոցականը այս պահին բանտարկված է, այսինքն այն ինչ կարող են անել, դա զեկույցներն է, տարբեր միջազգային հարթակներին դիմելն է, որը արվում է։